Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նախագահը իրականացրեց կոնսուլտացիաներ, առաջարկեց վարչապետի պաշտոնում նշանակել ասենք Տիգրան Սարգսյանին եւ կուսակցության գործադիր մարմինը միաձայն ընդունեց նախագահ Սարգսյանի առաջարկը։ Իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստից կես ժամ հետո Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել եւ պաշտոնապես Տիգրան Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում նոր նախարարների հարց չի քննարկվել, սակայն Հանրապետականը մեծ փոփոխություններ չի պատրաստվում կատարել կառավարության կազմում։ Նախագահն ասել է, որ կվերադառնա Ճապոնիայից, կքննարկենք այդ հարցերը։ Եթե դժգոհ լինեինք, դժգոհ կլիներ նաև ժողովուրդը եւ 44% ձայն չէինք վերցնում։ Իդեպ Հանրապետականը մտադիր չէ օրինաց երկրին զրկել նախկին կառավարությունում ունեցած 3 նախարարի պորտֆելից։ Կոալիցիոն հուշագիրը կնքվել է եւ օրինաց երկիրը կունենա պատասխանատվության այնքան չափ, ինչքան ունեցել է այս ընթացքում, այսինքն կունենա կպահպանի 3 նախարարական պորտֆելները։ Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախարարական պորտֆելներին, ապա Բարգավաճ Հայաստանի հարցերով դիմեք Բարգավաճ Հայաստանին, իրենք ասել են, որ իրենց մոտ իրենք մաս չեն կազմելու կոալիցիոն կառավարությամբ։